որտեղ նույնպես Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց էիք, որտեղ ակցիա է իրականացվում Նավասարդ Կճոյանի դեմ, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը տապալվում է, խախտվում է, նա չի գտնում այդքան շատ հուդաների, քանի որ գտավ ընդամենը 8 դավաճան սրբազանների, որոնցից մեկը հենց Նավասարդ Կճոյանն էր, իսկ արդեն 4 նա անցել է ահաբեկչությունների, արդեն 4-րդ սրբազանը 3 ձերբակալվեց։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 18 թվականից գալով իշխանության հստակ ձևաչափով ոտնձգություններ է կազմակերպել եւ երբևէ չի թաքցրել, որ եկեղեցու հանդեպ անելու է իր ոտնձգությունները, որ եկեղեցին պառակտելու համար ամեն քայլ անելու է եւ վերջերս նրան յարդերը տեղի տվեցին կաթողիկոսի հայտարարությունից հետո, երբ որ Արցախի մասով արեց իր հայտարարությունը Ժնևում, եւ սա բնական է Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, Նիկոլ Փաշինյան անձի վարքագիծը տեսնելով եւ նրան ճանաչելով, նրա գործունեությանը ծանոթ լինելով, սա նորմալ process է, աննորմալ է այս 30 արծաթով ծախված հոգեվորականների, քահանաների գործունեությունը։ Դե ովքեր են իրանք Նավասարդ Կճոյանը, Բենթլի Սամոն, ով հայտնի է իր բոլոր կապերով, փողերի լվացմամբ, դե ինչ պատմություններ կան իր հետ կապված։ Նրանց, ես ասեմ ձեզ, նրանց երբևէ Նիկոլ Փաշինյանը չի առանձնացրել եկեղեցուն քարկոծելուց, եկեղեցու հանդեպ ոտնձգություններ անելուց, երբևէ նրանց չի առանձնացրել, ասել դուք պուպուշ եք, դուք լավն եք, դուք Բենթլի չունեք, դուք էս, դուք այն, բայց նրանք գնացել են Նիկոլ Փաշինյանի ոտքը եւ ինձ թվում է ավելի տակ տեղավորվելով, ավելի մտածելով առնետների նման, մտածելով, որ եկեղեցին այլևս ընկնելու է եւ Նիկոլ Փաշինյանի դեմ անզոր է լինելու եկեղեցին եւ առաջինները առնետների պես լքել են, ասես թե ընկնող նավը, բայց նրանց պետք է տխրեցնեն, որովհետեւ եկեղեցու հանդեպ արել են տարբեր քոչվորական ցեղեր, տարբեր ցեղատեսակներ, տարբեր ինչու՞ չէ հնադարյան ազգեր ոտնձգություններ հայ եկեղեցու, քրիստոնեության, հայ առաքելական, հայի հավատքի վրա եւ նրանց չի հաջողվել եւ այս անգամ էլ չի հաջողվելու, իզուր են լքել եկեղեցին համարելով ընկնող նավ։ Իսկ ինչ կասեք Տեր Վրդանեսի մասին, ով Արցախի թեմի առաջնորդն է եւ նույնպես այդ ձեր խոսքով ասած 30 արծաթի համար ծախվեց, չկանգնեց իր ժողովրդի կողքը։ Ես նրան միայն ամոթանք ունեմ տալու, ես ափսոսում եմ այն մարդկանց, ովքեր նրանից օրհնություն են ստացել, մեռոն են ստացել, պստակադրվել են, ափսոսում եմ այդ մարդկանց, ափսոսում եմ, որ նա հայ հոգևոր կյանքում որևէ գործունեություն ա ունեցել եւ միայն իմ ամոթանքն եմ ուղղում նրան, որպես արցախցի, որպես Արցախի եկեղեցիներում եղած մարդ, որպես Արցախի եկեղեցիների ղողանջները, այնտեղ պատարակներ լսած մարդ, ես նրան իմ ամոթանքն եմ ուղղում։ Եվ վերջին հարց, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած պարտվել է այս ճակատամարտում, քանի որ չգտավ եկեղեցում դավաճանների, իր հրապարակած փաստաթղթերը ոչ մի ձև չկարողացան նրան համախմբել եւ հանել ժողովրդին եւ եկեղեցականներին եկեղեցու դեմ եւ այսօր ժամը 8-ին վերադառնում է վեհափառը եւ կոչ կա, որպեսզի քաղաքացիները հավաքվեն Զվարթնոցից դիմավորեն նրան, քանի որ մտավախություն ունեն, որ Փաշինյանը կգնա այդ ստորքայլին եւ հենց այնտեղ կփորձի ձերբակալել վեհափառին։ Ես միանում եմ այդ կոչին եւ ես էլ եմ ներկա գտնվելու, այո, պետք է սատարել վեհափառին, այո, պետք է նրա կողքին կանգնել եւ այո, այս ճակատամարտում Նիկոլ Փաշինյանը պարտվելու է։ Այս ճակատում ինչքան էլ բանտերը լցնի հոգեվորականներով, քահանաներով, Նիկոլ Փաշինյանը վախի մթնոլորտ սերմանելով, գործեր կարելով, մարդկանց ապացուցելով, որ գիտեք, ես միևնույնն է ուժեղ եմ ու հաղթելու եմ, նա արդեն իսկ պարտվել է, չկարողանալով մարդիկ հավաքել եւ նույն շրջիկ մարդկանց լցնելով ավտոբուսները տանելով։ Լինելու է պատարակ Շիրակում, Գյումրիի 7 պետ եկեղեցում եւ Շիրակի թեմը հայտարարեց, որ չկա ոչ մի քահանա, որը կպատրաստի զեղչել վեհափառի եւ Միքայել Սրբազանի անունները։ Դե խնդրեմ, սա այն արգասիքներն է, որ Նիկոլ Փաշինյանը, որի ումից սերված է լինի, ինչից սերված է լինի, ինչքան է ռումբերով դուրս գա հանրությանը, ինչքան էլ կրակելով բանտերը քաղբանտարկյաններով լցնելով, իր խոսքը հաստատուն իբր հաստատուն սարքի Հայաստանի Հանրապետությունում եւ այդպես հրամցնի, միևնույն է մենք հավատքի հարցում հաստատուն ենք,
դա ունի դարերի պատմություն եւ երբեւե մենք չենք կորցրել մեր հավատքը մեր կրոնի հանդեպ սերը երբեւե պատմության որևէ արյունալի էջում դա չի կորսվել եւ դա չի փակվել մենք այս ճակատամարտը չենք պարտվելու